Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր 2026 թվականի հունիսի 3-ն է, օրը չորեքշաբթի, առավոտյան ժամը 9-ից է մոտ 50 րոպե։ Ես հիմա գնում եմ քննչական կոմիտեի նախաձեռնած ևս մեկ գործողության, այս անգամ արդեն դատաբժշկի մոտ։ Ինչպես գիտեք, մայիսի 31-ին իմ տան վրա հարձակում էր տեղի ունեցել քաղաքացիական պայմանագիր կուսակցության երկու անդամների կողմից, որոնցից մեկը Ոմն Գևորգ Խաչատրյանն էր, մյուսը հետո իմացա, որ նրա որդին Ոմն Արամ, եթե չեմ սխալվում։ Այս մարդիկ Նորակերտ բնակավայրից են, որից հետո նրանք իմ տան վրա հարձակումից հետո անմիջապես գնում եւ հաղորդում են ներկայացնում, որ ես իբրև թե զենքով հարձակվել եմ, իրենց վրա զենք եմ գործադրել եւ այլն։ Իրականում զավեշտը այնքան մեծ է, որ մարդիկ, որոնք հարձակվում են քեզ վրա, հետո դու ես մեղավոր դառնում, թեպետ ես ոչ մեղադրյալ եմ, ոչ կասկածյալ, բայց զավեշտը այնքան մեծ է, որ փորձում են իրենց գործած հանցանքը շուռ տալ այլոց վրա։ Սա շատ նման է մի երևույթի, երբ, չգիտեմ, օրինակի համար մարմնավաճառները սովորական բարոյական մարդկանց մեղադրում են, որ հանրության մեջ կան մարմնավաճառներ։ Իմ տուն 3, այսինքն հունիսի 2-ին խուզարկության էին եկել քննչական կոմիտեից, այն հիմքով, որ բողոք է եղել, որ ես զենքով սպառնացել եմ, զենք եմ կիրառել եւ այլն։ Իրականում դա շատ զավեշտալի է, ես մոտավորապես այդպիսի մի զենք այսօր ձեռքս վերցրել եմ, տեսեք ինչ ծանր զենք է, շատ վտանգավոր զենք է սա, եւ մտածում եմ, որ այս հրապարակումից հետո ենթադրաբար մի հատ էլ քրեական գործ կհարուցվի, ահա այս զենքը եթերում ցույց տալու համար։ Ենթադրում եմ, որ այս զենքից եւս կահաբեկվեն քաղաքացիական պայմանագիր, թե քեմալական, չգիտեմ ինչ, այդ կուսակցության անդամները եւ մի հատ էլ հաղորդում կտան հանցագործության մասին, որ ես ուղիղ եթերում հրապարակային իբրև թե այսպես բան է, էլի, սպառնում եմ իբրև թե։ Սիրելի հայրենակիցներ, այն զենքը, որի ես ցույց եմ տվել ճակերտավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցության այդ առերևույթ հանցագործներին, սրանից ավելին չի։ Այսինքն, որպես այդպիսին նա եւս զենք չի։ Բայց վազել են եւ անմիջապես հաղորդում տվել։ Իհարկե ես եւս հաղորդում եմ տվել հանցագործության մասին, այն առումով, որ իմ տան վրա հարձակում է եղել, որ գիտեք, եթե քո տան վրա հարձակում է տեղի ունենում, հայհոյանք, սպառնալիքներ, առևանգման փորձ, իդեպ առևանգման փորձ եւս տեղի է ունեցել, փորձել են հրելով դեպի մեքենան տանել եւ բնականաբար առևանգել։ Բնականաբար պետք է հնարավոր բոլոր միջոցներով ես փորձեի ինքնապաշտպանական միջոցներ ձեռք առնել։ Եվ եթե նույնիսկ ես իրական զենք էլ այդ մարդկանց վրա պարզած լինեի եւ փորձեի ինքնապաշտպանվել, դա լրիվ օրինական է։ Բայց կրկնում եմ, ոչ մի իսկական զենք չի եղել։ Եթե լիներ, ես չէի վախենա ասել այդ մասին։ Եթե ես ունենայի իսկական զենք ձեռքիս եւ այդ զենքի թույլտվություն, ես բնականաբար այդ զենքով նրանց կփորձեի այսպես ինքնապաշտպանություն իրականացնել։ Թեպետ ձեզ ասեմ, որ այս իրադարձություններից ելնելով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախորդ եկել են իմ տան արտաքին պատի դրսի, այսինքն տեսախցիկի մալուխները կաբելը կտրել են, որ տեսախցիկը հնարավորություն չունենա նկարահանել։ Ես իհարկե չեմ ասում, թե կոնկրետ ով է եկել, որովհետև փաստը չունեմ ձեռքից տակ, բայց ենթադրելի է, եթե նախորդ օրը կաբելն են կտրում, հաջորդ օրը ինչ որ մարդիկ հարձակվում են ինձ վրա, ապա ենթադրում եմ, որ կամ
հարձակվողներն են կտրել կամ կազմակերպիչները։ Իսկ որ սա կազմակերպված հանցագործությունների նկատմամբ դա կասկածից վեր է։ Հաշվի առնելով, որ իմ տան վրա հարձակում է լինում, առևանգման փորձ է լինում, բնականաբար ես արդեն պիտի մտածեմ զենք ձեռք բերելու մասին։ Իհարկե օրինական զենք, թույլատրելի զենք, բնականաբար, եւ ես պիտի դա անեմ արդեն հաշվի առնելով այն բոլոր հանցագործությունները, որոնք տեղի են ունենում այսօր ընդդիմության եւ ազգային ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Տեսնում եք, թե ինչքան մարդկանց, միայն 3 քանի հոգու վրա հարձակում եղավ եւ ամսի 31-ին, եւ դուք տեսաք, թե ինչպես են պետական մարմինները, որոնք օրինակ տան վրա հարձակում գործածին, պետք է տեղում միանգամից ձերբակալեին եւ հասկանային այդ մարդիկ հանրության համար վտանգավոր են, թե ոչ։ Այնինչ մինչեւ այս պահը այդ մարդիկ ընդամենը վկա կասկածյալի կարգավիճակում են։ Եվ ես հարց եմ տալիս պետական կառույցներին, իրավապահ կառույցներին, հիմա որ Աստված մի արածի այդ մարդիկ նորից հարձակվեն իմ տան վրա եւ օրինակ ողբերգություն տեղի ունենա, ով է դրա պատասխանատուն։ Թե իրենք ուզում են, որ ողբերգություն տեղի ունենա, թե իրենք օգտագործում են նման օգտագործվողներին եւ օրինակ կապ չունի թե ողբերգությունը ում համար տեղի կունենա, ասենք թե ենթադրենք թե ինձ մոտ իսկական զենք կար եւ այդ հարձակման ժամանակ ենթադրենք թե ես կրակում էի եւ դրանցից մեկին ոչնչացնում էի, ով է դրա պատասխանատվությունը կրում։ Ակնհայտ է, չէ, որ սա կազմակերպված սադրիչ գործողություն է։ Եվ ընդհանրապես, սիրելի հայրենակիցներ, գալիս են իմ տան վրա, սկսում են սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, սկսում են սադրել։ Ամենավերջին հայհոյանքներն էին հնչեցնում Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի հասցեին։ Ես իրենց նախ ասել եմ, որ չփորձեք իմ տան մոտ հայհոյել, որովհետեւ սա իմ տունն է եւ իմ ընտանիքը կարող է լսել, մեկ, եւ երկրորդ, եթե դուք այդքան համարձակներ եք, գնացեք իրենց մոտ խոսեք։ Կարող եք, իհարկե չեն կարող, մկան նման կփախնեին։ Եվ ինչ եք եկել ինձ մոտ, իսկ եթե եկել եք ինձ մոտ, ապա թույլ չեմ տալիս, որ նրանց հասցեին եւ որևէ մեկի հասցեին որևէ բան ասվի։ Որից հետո անցել են արդեն սկսել են ինձ հայհոյել ու բնականաբար ստացել են պատասխանը։ Եթե ձեզանից որևէ մեկին կապ չունի տղամարդ թե կին, որևէ մեկի մոտ գան, կանգնեն եւ ընտանիքին հայհոյեն, ինչ կանեք։ Մի հատ խնդրում եմ, ձեռքը դրեք ձեր սրտին եւ ասեք, ինչ կանեք։ Սիրելի հայրենակիցներ, ես թույլ չեմ տա, որ այս մարդիկ անպատիժ մնան։ Թեպետ հիմա դեռևս իրենք անպատիժ են եւ ստացել են միայն այդ հարձակման ժամանակ մի քանի հարված, պաշտպանական հարված իմ կողմից, բայց այնուամենայնիվ։ Բայց ես թույլ չեմ տա, որ այս մարդիկ անպատիժ մնան։ Եվ ընդհանրապես ոչ մի հանցագործ պիտի անպատիժ չմնա։ Ես հիմա գնում եմ դատաբժշկի, 3 իմ տունը խուզարկություն են իրականացրել, նախաքննություն է ընթանում։ Իհարկե իմ տնից ոչինչ չեն գտել, ոչ մի արգելված բան չեն գտել բացարձակ եւ չէին էլ կարող գտնել, որովհետեւ չունեմ ոչ մի արգելված բան, բայց ես հասկանում եմ, որ այս ամբողջ խեղկատակությունը նրա համար է, որ հեռախոսս արգրավեին։ Ես առաջարկել եմ, որպեսի հեռախոսի արգրավման պատճառ նշվել է որպես հրապարակումները ստուգելը, կրկնում եմ, նախաքննության գաղտնիքներ չեմ կարող ասել, բայց ես առաջարկել եմ նախ հրապարակումները հրապարակային են եւ յուրաքանչյուր մարդ կարող է դա տեսնել, ինչ կարիք կա հեռախոսս վերցնելու, որ ես միայն իմ հեռախոսի մեջ չեմ այդ հրապարակումներն անում, բայց այնուամենայնիվ վերցրել են։ Դա օրենքի կոպտագույն խախտում է, դա հանրային գործչի նկատմամբ հետապնդում է եւ ես հասկանում եմ, որ այդ մարդկանց նպատակը հեռախոսս արգրավելն էր։ Ոչինչ, սրա պատասխանը եւս կլինի, արդեն էլի օրենքի շրջանակում։ Նույնիսկ հեռախոսից քարտերը, SIM քարտերն են արգրավել։ Ես իհարկե հիմա հասանելի եմ, որովհետև անմիջապես գնացի եւ վերականգնեցի, բայց դրանով էլ ինձ լրացուցիչ ծախսի տակ են գցել։ Սիրելի հայրենակիցներ, սա հետևողական հետապնդում է ոչ միայն իմ նկատմամբ, այլև բոլոր ազգային գործիչների նկատմամբ, միայն ես չեմ։
Հիմա ժամը 11-ին էլ Արմավիրի դատարանում Ալեն Սիմոնյանի հետ դատ կա, հիշում եք 2023 թվականից այսպես դատի են տալիս ինձ, որ ես իբր թե վիրավորել եմ իրենց, բայց չեն կարողանում դեռ ապացուցեն։ Ուրեմն իրենք նախկինում ասում էին, որ ոչ մի ապացույց, ոչ մի փաստ, ոչ մի ականատես չունեն։ Հետո երբ դատարանը մերժեց նրանց հայցը 2024 թվականին, գնացին վերաքննիչը եւս մերժեց, գնացին վճռաբեկը հետեւյալ մոտավոր պատճառաբանությամբ բեկանեց, թե դատարանը չի հուշել Ալեն Սիմոնյանի կողմին, թե ինչ պետք է անի, ինչպիսի այսպես ուղղակի եւ անուղղակի ապացույցներ պետք է ներկայացնի, որը մենք դիտարկում ենք որպես վճռաբեկ դատարանի կողմից ուղիղ միջամտություն եւ աջակցություն Ալեն Սիմոնյանին։ Հիմա նորից վերադարձել է գործը քննության, դատավոր Գոհար Ֆիդանյանն է, եթե չեմ սխալվում, դատավորի ազգանունը, դատավորը, որը օրինակ բավարարել է Ալեն Սիմոնյանի կողմի միջնորդությունը, որ եթե այն ժամանակ իրենք վկաներ չունեին 23, 24, 25 թվականներին, ապա հիմա վկա կա։ Պատկերացնում եք, իրենք 23-24 թվականներին չգիտեին, որ չունեին, ասում էին վկա չունենք, 26 թվականին հանկարծ իմացան, որ 23 թվականին վկա ունեն։ Վկան էլ Ալեն Սիմոնյանի օգնականն է։ Ժողովուրդն ինչպես ասում է, աղվեսն իր պոչն է վկա բերում։ Իհարկե, շատ բնական իրավիճակ է, ես չեմ զարմանում այս ամեն ինչից, հույս ունեմ, որ մենք շուտով առաջիկա օրերին կազատվենք այս չարիքից եւ ես պիտի այստեղ նաեւ օգտվեմ առիթից եւ իմ հատուկ շնորհակալությունն եմ ուզում հայտնել Հայաստան Դաշինքին, Դաշնակցություն կուսակցությանը, Ռոբերտ Քոչարյանին այս ամբողջ ընթացքում իրապես իմ կողքին կանգնելու համար։ Գործընթացը լուսաբանվել է միայն Երկիր AM-ի, այսինքն որ եկել են 3 լուսաբանել է իշխանություն լրատվամիջոցը Լիա Սարգսյանի կողմից, այլ լրատվամիջոցներ եւս լուսաբանել են, բայց քաղաքական առումով բացառապես Հայաստան Դաշինքն է, Դաշինքի պատգամավորներն են, որոնք ոչ միայն դատապարտել են այս ահաբեկչությունը իմ նկատմամբ, այլև իրենց քաղաքական այսպես ջանքերն են գործադրել, որ այս քաղաքական հետապնդումը հնարավորինս քիչ շարունակություն ստանա։ Եվ հետևաբար ես պարտավոր եմ շնորհակալություն հայտնել այս դաշինքին Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ։ Սա մի դիտեք որպես քարոզչություն, սա դիտեք ընդամենը բարոյական մարդկային արձագանք եւ սիրելի հայրենակիցներ, ես նաեւ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն կազմակերպություններին, որոնք այս ընթացքում հայտարարություններ են տարածել, աջակցություն են հայտնել ինձ, մասնավորապես ակննդական վավերագրողների կառույցը Genesis Armenian եւ այլ Հայաստանի դիվանագիտական հիմնադրամը։ Ուզում եմ ասել, որ բայց միևնույն ժամանակ եկեք չգերագնահատենք ամեն ինչ։ Դուք շատ լավ գիտեք, որ միայն իմ նկատմամբ չէ, որ դա տեղի է ունենում, ենթադրաբար իմ նկատմամբ տեղի ունեցողը ամենաայսպես թեթևներից է, քանի մարդ է այսօր կալանքի տակ եւ պետք է գիտակցենք, հասկանանք, որ սա լայնածավալ ահաբեկչություն է ազգային գործիչների նկատմամբ եւ ուղղված, այսպես ասենք, ուղղված է Թուրքիայի շահերը բավարարելուն, Թուրքիայի, Ադրբեջանի։ Չմոռանանք, որ ինձ վրա հարձակումից ընդամենը 1 օր առաջ մենք կազմակերպել էինք մեծ կոնֆերանս Ադրբեջանի տարածքից, խորհրդային Ադրբեջանի տարածքից, Գանձակից, Շամքորից, Շահումյանից, Գետաշենից, Նախիջևանից, Բաքվից, Սումգայիթից բռնի տեղահանված ավելի քան 465,000 հայերի վերադարձի համար եւ Ադրբեջանի առաջ պահանջ դրեցինք 73 միլիարդ դոլար հայերին հատուցելու առումով։ Դրանից 1 օր հետո այս հարձակումը տեղի ունեցավ։ Չմոռանանք, որ ընդամենը օրեր առաջ մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը երաշխավորում է, որ ոչ մի պահանջ Ադրբեջանի առաջ չի դրվելու եւ ինքը երաշխավորում է, իր հետ գործ կունենան մարդիկ եւ փաստացի տեսնում ենք եւ հարձակվողներն էլ չեն թաքցնում, որ իրենք քաղաքացիական պայմանագրից են։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, ես գնամ դատաբժշկի մոտ, տեսնեմ թե մոտավորապես այսպիսի զենքով հարձակումից եւ փաստացի, ինչպես իրենք են ասում,
Ստացվում է մոտավորապես այսպես, որ իբր ես զենքը բարձել եմ իրենց վրա եւ ստիպել եմ, որ հարձակվեն իմ տան վրա։ Այս խելագար տրամաբանության մեջ է։ Բայց կրկնում եմ, սիրելի հայրենակիցներ, անկախ իրենց խելագար տրամաբանությունից, ես հասնելու եմ օրենքով այս մարդկանց պատժելու։ Նույնիսկ Նորակերտ համայնքում ինձ մարդիկ մոտենում ասում էին, թե դու կարողանաս մեզ ազատես այդ մարդկանցից։ Այսինքն նկատի ունեին այդ սադրիչներից, այդ հարձակվողներից։ Նա միակ դեպքը չի, որ ասենք իմ դեմ հաղորդում են ներկայացրել։ Բազմաթիվ այլ մարդկանց դեմ են հաղորդում ներկայացրել եւ այդ գյուղում այդ մարդկանց այդ Գևորգ, բան, դրանց, որ նեղվում էր, որ չգիտեմ, ես իր անունը ոչ միտեղ չեմ գրել, ինձ միայն ասել են, որ ոմն Լուսո է կամ Լուսինե է, որ այդ պաստառները, ինքը ասում է դու իմ մասին ես ասել։ Եթե ինքը Լուսոն է, ես չգիտեմ, ես այդ մարդուն որպես անուն